Տեղի է ունենում բազմակի վիժումներ։ Արդյոք տղամարդու ֆակտորը ստեղ դեր ունի, թե ոչ։ Այո, կա մի իրավիճակ, երբ որ տղամարդու ֆակտորը ստեղ դեր ունի։ Դա երբ որ սպերմատոզոիդների DNT-ի ֆրագմենտացիայի աստիճանը բարձր է։ DNT ֆրագմենտացիան ուրոլոգիայում կարելի ասել էս վերջերս է մտել որպես հետազոտություն, որպես իրավիճակ, որը կարաբերի եւ անպտղության եւ բազմակի վիժումների։ Դա ինչ է նշանակում։ Սպերմատոզոիդի գլխիկի մեջ կա DNT ինֆորմացիա, ֆլեշկի մեջի ինֆոնա, որ պետքա տեղափոխվի ձվաբջիջ, միանան իրար ու ծնվեն բալիկներ։ Բայց տեղի ունենում մի իրավիճակ, երբ որ այդ ֆլեշկի ինֆորմացիան քանդված է, ջարդված է, ֆրագմենտավորված, մասնատված է։ Ու այդ ինֆորմացիան ձվաբջջի հետ երբ որ կապնում է, համատեղելի չի լինում ու տեղի է ունենում հղիության որոշակի ժամկետում վիժում։ DNT ֆրագմենտացիայի անալիզը որոշվում է սերմի միջոցով, արժի մոտավորապես $120-130, մի քանի ժամվա կամ նույնիսկ մի օրվա մեջ պատասխանը ստանում ենք։ Իսկ պատճառները կարան լինեն վարիկոցելն, ճարպակալումը, ծխելը, ինֆեկցիաները, որոնց վերացնելով մենք իջացնենք DNT-ի ֆրագմենտացիայի աստիճանը ու դուք կունենաք առողջ, սիրուն, պուպուշ բալիկներ։ Առողջ եղեք։